Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք։ Հուսով եմ, որ բոլորդ շատ լավ եք։ Իմ բարի, իմ լավ, իմ հրաշք հետևորդներս, իմ արդեն հարազատ դարձած հետևորդներս։ Այսօր ուզում եմ մենք միասին սրճենք եւ պատասխանեմ մի քանի հարցերին, որ ինձ էր տրված։ Ես արդեն պատրաստել եմ իմ սուրճը, եկեք միասին սրճենք, դրեք ձեր սուրճը, միացեք ինձ եւ միասին բացենք այս համովությունները, որ ստացել եմ Ամերիկայից ու սուրճ խմենք ու պատասխանեմ ձեր հարցերին, սիրելիներս։ Եկեք սրանք միասին բացենք։ Ինչ լավն է, կոզինախի նման է մեր Հայաստանի։ Ուղղակի այստեղ նուշն է, հնդկական ընկույզն է, պնդուկն է։ Սիրելիներս, ինչպես կուզեի, բոլորիդ էլ հյուրասիրեի, միասին սուրճ խմեինք, զրուցեինք, շատ կուզեի, հուսով եմ մի օր դրա օրներ կգա, որ բոլորիդ մոտիկից կծանոթանամ բոլորիդ հետ։ Եկեք բացենք, լցնենք դրաները։ Դոներեք ռոպասների աղմուկի համար։ Տարբերակ մի րոպե, հիմա մի հատ սրան հարմար աման բերեմ։ Սա այստեղ լցնենք։ Բաց։ Սիրելիներս, ես արդեն հարմար տեղավորվեցի, նստեցի, որ ձեզ հետ սուրճս վայելեմ ու զրուցեմ։ Սա էլ ցենց գեղեցիկ ափսե պատրաստեցի իմ Սոնայիս համար, որ գնա վայելի, իր դասերն անի։ Սոնա ջան, հələ մի հատիկ փորձի, ասա լավն է, թե չէ, քո կարծիքը ասա։ Շատ համով է։ Դե գնա անուշարա, կյանքս դասերը տարա, ես էլ մեր սիրելի հետևորդների հետ զրուցեմ։ Սուրճս արդեն պատրաստ է, դուք էլ դրեք ձեր սուրճը, միացեք ինձ, որպեսզի զրուցենք, մի քանի ձեր հարցերին պատասխանեմ, իմ սիրելիներ։ Իմ արդեն հարազատ դարձած YouTube-յան փոքրիկ ընտանիք, ինչի համար անչափ շնորհակալ եմ բոլորիցդ, անչափ շնորհակալ եմ ձեր այդքան դրական, բարի, այդքան ջերմ խոսքերի համար։ Սիրելիներս, Այն որ անունները հատիկ հատիկ տամ, ասելու է բոլորիդ ասածները, գրածները, շատ ջերմ եք, շատ լավն եք, պաչիկներ եմ անում բոլորիդ, իմ սիրուններ, անչափ շնորհակալ եմ մեզ այդքան շատ սիրելու համար, մեզ այդքան շատ ջերմ խոսքեր ասելու համար, շնորհակալ եմ բոլորիցդ, ուզում եմ ամեն անգամ ասեմ, որ բաժանորդագրվեք, դրեք լայքերը, զանգակի կոճակը սեղմեք, որպեսզի ձեր մոտ առաջինը գա իմ վլոգները, տարածեք իմ ալիքը, արդեն մեր YouTube-յան ընտանիքը կմեծանա, կշատանա, դե ինչ, մենք համարվում ենք այսուհետ շատ հարազատներ, ընկերներ, որտեղ որ շփվում ենք, ես այստեղից նստում եմ, դուք ձեր մեկնաբանություններով ինչ շատ դրական ջերմ էներգիա եք փոխանցում։ Շատ սիրել եք ինձ, իմ ընտանիքին, շատ շնորհակալ եմ, շատ ջերմ բարևներ բոլորիդ իմ ընտանիքի կողմից։ Դե ինչ սիրելիներս, բացեցի, այսպես չարազները տեղավորեցի գեղեցիկ ամանների մեջ,
բոլորը այսպես մի հատ ցույց տամ, արդեն տեսակ լցնելուց է, սենց շատ էսի կարմիր ընկույզը, եկեք սա էլ ընենց հետաքրքիր է, շատ լավն է, շատ սոնա սրանից փորձեց, շատ հավանեց, շատ համով էր։ Եկեք զրուցենք, կգրեք մեկնաբանություններում ինչպես եք, սուրճը դրել եք, միացել եք ինձ, սրճում եք իմ հետ միասին թե ոչ, ու եկեք մի քանի հարցերի պատասխանեմ, սա էլ ինչի համար էի բերել, սա էլ հատուկ ես, որ պասիլկան բացեցի, ասեցի, որ կախիչներ, բայց իրենք կախիչներ չեն, սրանք հենց այսպիսի չարազները, կրուպեղենը, տոպրակները, որ բացենք, իրենցով ամուր հերմետիկ փակենք, որպեսզի չթափվեն, խոնավություն չանցնի ներս, մի խոսքով, Աննա քուրիկս ամեն ինչի մասին մտածել է, որ ես իմ չարազները բացեմ, իրենցով կարողանամ հերմետիկ փակեմ, որ մինչև կվերջանա, հանկարծ չխոնավանա, չփչանա, սրտիկս անչափ շնորհակալ եմ, ջերմ բարևներս, պաչիկներս, կյանքս քեզ, չնայած որ ամեն օր էլ զրուցում ենք, օրը քանի անգամ զրուցում ենք, սիրելիներս, դարձել ենք մի հարազատ, մի յուրահատուկ, առանձնահատուկ հարազատներ միմյանց հանդեպ, արդեն բավականին երկար ժամանակ է, ինչի համար դուք էլ եք ինձ հարցեր հղել, որ ով է Աննան, ձեր ինչն է, Աննան իմ շատ սիրելի բլոգերն է, ում ես հետևել եմ, իր հետևորդն եմ եղել, հետո մենք մեկնաբանություններով սկսեցինք շփվել, ծանոթանալ ու այդպես հիմա արդեն հարազատի պես ջերմ շփվում ենք իրար հետ, հարազատներ ենք, մի խոսքով, սիրելիներս, ես իրեն չէ, բարեկամ չեմ, ենտեղ հարցրել էիք Անի ջան, դուք իր բարեկամն եք, հարազատն եք, այդպես որպես արունակից կամ բան չէ, ես իրեն զուտ հետևորդն եմ եղել, ու մենք հիմա հարազատներ ենք, բարեկամներ չենք, մենք արդեն հարազատներ ենք, որտև սիրելիներս, հարազատը կարող է միայն առանց ինչ-որ շահի, առանց ինչ-որ մի բան, հիմա շատերն են, չէ, այդպիսին, որ մի բան անում են, պարտադիր պետքա վերադարձնեք այդ ամեն ինչի իրենց, կամ ինչ-որ բան անում են, շահից տրթված, շահախնդիր լինելով, սակայն ես ու իմ Աննա քուրիկը շփվում ենք անշահախնդիր։ Ես մեկնաբանություններից մեկը պոստ էի արել, դրել էի, դուք ինքներդ որ տեսնեք, որ Աննա քուրիկս ընդեղ պարզ ասում է, սիրելիներս կներեք, զանգ եկավ ինձ, սիրելիներս կներեք, զանգ եկավ, մի պահ ընդհատեցի, հիմա կշարունակեմ, եկեք մի հատ սուրճ խմենք, սուրճը սիրում եմ տակ, ինչ էի ասում, մտքից թելը կտրվեց, ձայնիս համար ներողություն եմ խնդրում, քանի որ վատ առողջ եմ, ահագին ժամանակա ձայնս, եթե զրուցում եմ, սիրելիներս իմ ձայնը չի քաշվելա, սենց ասած կտրվելա, որովհետև ես բավական երկար ժամանակա վիրուսը տանում եմ ու չի լավանում, ձայնս էլ կտրվելա, երեք նորից ջերմում էի, մի խոսքով, այսպես ասեմ, վատ առողջ եմ, բայց ամեն դեպքում չեմ ուզում երկար դադարներ լինի, ուզում եմ շփվեմ ձեր հետ, ինձ շատ լավ եմ զգում, ինձ շատ ոգևորված եմ զգում ու պարտավորված արդեն, որպեսզի ես նկարեմ, որ մեր կապը այսպես ավելի ամրանա, մենք շատանանք, մեծանա մեր սիրելի յութուբյան ընտանիքը, մեր ալիքը, սիրելիներս, մեկ-մեկ ջուր կխմեմ, որտեղ որ կարողանամ խոսեմ, խեղդվում եմ, ուզում եմ ասեմ, ինչ էի խոսում, եկեք գիտեք, սրանց մասին ասեմ, յախուների մասին էր ինձ հարցեր տրվել, ինչի համար են յախուները և ինչ յախուներ են, սիրելիներս յախուներ կան տարբեր ձևերի, յախուները իրանք կոնկրետ սրանք, կարաս բացես, մարմնից ցանկացած մասը, որ ցավում է, իրանց դնում ես 12 ժամ հետո հանում ես, ցանկացած տեղ, եթե դնեք, ցավերը կմեղմանա, ինձ ուղարկվել է, ես ծնկի ցավեր ունեմ, դրա համար է, որ ցավերը անցկացնում է, մեղմացնում է, մի խոսքով, այս յախուները նախատեսված են մարմնի ցանկացած մասի համար, որ կարող ենք օգտագործել, 12 ժամ պահպանել ցավող տեղի վրա ու հետո իրենց փոխել, այսինքն հաջորդը դնել, ու այսպես ունեմ ես բավականին, սիրելիներս, սրանք ինձ շատ պետք են, տեսնում եք, որ կրկին եմ ասում, չեմ կարա չասեմ, իմ Աննա քուրիկը հարազատ ծնողի պես հոգ է տարել,
ամեն ինչի մասին, սիրելիներս։ Սրանք օրինակ սա առաջի ծանրոցը չէր, որ ինձ ուղարկել էր։ Ես ծանրոց ստացել էի սեպտեմբեր ամսին եւս, որը չեմ նկարել, որովհետև այն ժամանակ YouTube-յան ալիք չունեի։ Նա ինձ ուղարկել է վիտամիններն էլ կարող եմ հիմա ցույց տալ, եկեք ցույց տամ, մի րոպե, սիրելիներս։ Ու կասեմ ինչի համար են իրենք։ Նայեք, պարտադիր չի, չէ, որ մենք հիվանդանանք, Աստված չանի, թող բոլորս սիրելիներս առողջ լինենք երջանիկ, սիրենք միմյանց, կամենանք միմյանց։ Ինչի համար եմ ես դա անընդհատ շեշտում։ Իմ աննաքուրիկը ինձ լինելով միշտ հակառակն եք, ճիշտ է, բանում post արած վլոգ մեկնաբանության մեջ ինձ գրել էր իմ շատ սիրելի հետևորդը, որ զարմանում է, որովհետև միշտ հակառակն է տեսել, վլոգերներին են նվերներ անում, շատ ճիշտ եք նկատել, սիրելիս, ես post եմ արել ձեր մեկնաբանությունը ու տակը Աննա Քուրիկիս մեկնաբանությունը, այո, շատ ճիշտ եք, միշտ մենք հակառակն ենք տեսել, որ վլոգերներն են միշտ նվերներ ստանում, ոչ մի վլոգեր դեր իր հետևորդին այսպեսի նվերներ, այսպեսի անակնկալներ ես ինքս չեմ տեսել, որ ինչ-որ հետևում են վլոգերների շատ, որ իրենց հետևորդների մասին մտածեն, նվերներ անեն, ուզենան ուրախացնեն, բայց իմ սիրելի Աննա Քուրիկը, իմ հարազատը, իմ հետ որ ծանոթացել է, մենք հարազատացել ենք, մենք մտերմացել ենք, սիրելիներս, որ ես հիվանդ եմ լինում կամ իմ բալիկները, ինքը օրը քանի անգամ կապ չունի Ամերիկայի ժամը տարբերությունը, տատիկի պես ինքը զանգում է հետաքրքրվի, ոնց եղավ, ոնց եղան երեխաները, ինչ արեցիր Անի ջան, այս ինչ բանը սենց արա, նենց է մտահոգվում, նենց է անհանգստանում, այնպիսի ուշադրություն ու սեր է ցույց տալիս ինձ, իմ բալիկներին, իմ ընտանիքին, որ դա է մեր մեջ ազնիվ, բարի, լավ կապը, որ սենց ամուր մեզ կապել է իրար, որ մենք իրար հետ այսենց բռունց կեղած, ինչի համար եմ ասում, որովհետև ինքը, նայեք, բացի դա է, որ ծանրոցը մի կողմ դրած, նվերները մի կողմ դրած, մարդը քեզ սիրում է առանց ինչ-որ շահի, այս ամեն ինչը արվել է, ինքներդ կարող եք մեկնաբանությունում կարդալ, ինքը անում է առաջինը արժանի մարդկանց, քանի որ ինքը հենց ինքն է մեկնաբանությունում շեշտել, որ արժանի մարդն է միայն այսպիսի նվերների, սիրո, հարգանքի արժանանում ու ինքը հետ ինձ բազմիցս է ասում, որ ինչքան է սիրում ինձ, իմ ընտանիքին, որ անում է դա հենց մեր ուրախության, մեր ժպիտների, հենց սիրելով հանդերձ, ինչի համար անչափ շնորհակալ եմ, այնպես որ եթե տեսնում եք այս նվերները, այս կամեցողությունը, դա անշահախնդիր է, զուտ բարի, կամեցող, մեր սիրելի Family Video Ամերիկան, մեր սիրելի տիկին Աննան, բոլորից շատ սիրելի, արել է ծանրոցներ ինձանից առաջ, մեր ծանոթությունից, բոլորին, ինձանից հետո, ում որ ցանկանում է, բայց շատերին չի էլ ներկայացնում, ուզում եմ ասեմ, նենց չի, որ մենակ ինձ արված, բայց որ ես իր կյանքում, իր խոսքերով եմ ասում, յուրահատուկ տեղ եմ զբաղացնում, դա իմ համար մի հատ հպարտություն է, մի հատ երջանկություն է, որ մարդը ուղղակի քեզ հարազատ չլինելով սիրում ու հոգատանում, անհանգստանում է, հետաքրքրվում է քեզանից ամեն Աստծո օր քո որպիսությունով, քո առողջությունով, քո ապրելակերպով ու ինքը հենց արեց հեռախոսը ինձ համար նվեր ու ցանկացա, ոգևորեց ինձ, այսպես ասեմ, քայլ անել տվեց, որպեսզի ես ունենամ իմ YouTube-յան ալիքը, որ ես ինքս քայլեր ձեռնարկեմ ինչ-որ մի բանի հասնելու համար։ Սրտիկներս, դուք ինքներդ շատ լավ հասկանում եք, որ ինչքան քիչ մարդիկ կան այդպես, որ նույնիսկ չեն կամենա դուք մի քայլ առաջ շարժվեք, ինչ-որ քայլեր անեք, որ ձեր կյանքը փոխեք, սակայն իմ Աննա Քուրիկս ինձ այնքան է սիրում, ինձ այնքան է մենք իրար նվիրված ենք, որ դա արել է հատուկ իմ երջանկության, իմ առաջ խաղացման, մի քայլ առաջ գնալու, կյանքում ինչ-որ մի բանի հասնելու համար, այո, պետք է անել, քայլ անել,
շարժվել, որ կյանքում ինչ-որ մի բանի հասնեք։ Դե ինչ, այսքանը սենց ներկայացրեցի, հիմա յախուների համար ասեցի, վիտամինները ցույց տամ, սրանք կալցիումի կոմպլեքսներ են, սրանք մագնեզիում, սիրելիներս նայեք, սա վիտամին B12-ն է, սա սալմոնի օմեգան է, շատ ընտիր, սա նոր եմ բացել, սրանք պրոֆիլակտիկ խմում եմ, սիրելիներս, չմտածեք, որ առանց բժշկի խորտատվությանը կամ ինքնագլուխ եմ սրանք անում, ինձ անհրաժեշտ էին, ինքը իմ մասին ինքն է մտածել հոգ տարել ես ինքս կարող էի վերցնել, սիրելիներս, ուղղակի ինքը մտածեց, որ Ամերիկայի լավ վիտամիններից ուղարկեմ, Անի ջան, պրոֆիլակտիկ կխմեք, ինքը ամեն օր զանգում հարցնում է, Անի ջան, խմել ես վիտամինը, պատկերացնում եք, սա D3-ն է, սա օմեգան է, կալցիումի կալցիում, մագնեզիում, ցինկ, D վիտամին, սա կոմպլեքսը, ինչպես ասեցի, մագնեզիումը, սա էլ B12-ը, սրանք 3-ը խմել եմ, հիմա սրանք եմ այսօրվանից, երեկվանից ամսի 1-ից սկսել, սա էլ այսպես վիտամինների մասին, սիրելիներս, այնպես որ սա էլ մի փոքրիկ մեր ծանոթության մասին, հուսով եմ մի օր անպայման իմ շատ սիրելի Անաքուրիկիս հետ միասին լայվ կանենք, կգա այդ լավ օրն էլ, որ միասին կպատասխանենք ձեր հարցերին, կպատմենք մեր ծանոթության մասին, ինչպես մտերմացանք, ինչպես ծանոթացանք, ինչպես դարձանք հարազատներ։ Ու այսպես, սիրելիներս, խմեք ձեր սուրճը, ես էլ խմեմ, կներեք չսառի, բայց ջուր էլ պետք է խմեմ, ներողություն։ Կոկորդս չորացած է, ձայնս լավ չի։ Հետո ինչ հարցեր ունենք այնտեղ, որ տվել էիք ինձ։ Սիրելիներս, խանութի վերաբերյալ։ Խանութը գտնվում է Դավթաշենում, եթե չեմ սխալվում, Տիգրան Պետրոսյան հասցեում է, փողոցում է ինքը գտնվում, AM-ն է, հայերեն էլ է գրված AM, անգլերեն էլ AM-ն է, ինքը շատ հարմար, շատ լավ խանութ է, ինչպես տեսակ, սիրելիներս, բանը, ուղղակի այստեղ Հայաստանում, Եվրոպայի, Ամերիկայի պես չի, որ ես կարողանամ նկարել, հետը զրուցել, այսպես ներկայացնել, նույնիսկ կարող են մոտենալ, արգելել, ես վլոգում էլ չասեցի, եթե թույլ տան, ես այդ մի քանի կադրը ուղղակի այսպես զուտ, որպեսզի դուք տեսնեք, նկարեցի, կաշխատեմ էլի փորձել խանութներում, եթե հետաքրքիր է, կնկարենք, բայց եթե արգելեն Հայաստանում, չգիտես խի, թույլ չեն տալիս, բոլոր երկրներում գիտեմ, նկարում են, ներկայացնում են, ոչ մի խնդիր չի առաջանում, բայց ասեմ ձեզ, որ այո, այստեղ կարող է արգելեն նկարել խանութում։ Դա էլ այդպես, խանութի հասցենել էիք հարցրել, հետո սիրելիներս ինչ հարցեր կար, ուզում եմ մտաբերել, ուզում եմ հիշել ինչ հարցեր կան, հա, այսքանը երևի, սա էլ ձեր հարցերը, որ ես ուզեցի պատասխանեմ, խոսեմ ձեզ հետ, անչափ շնորհակալ եմ հարցերի համար, եթե գրում եք խորհուրդներ էլ տալիս եք միայն լավը, դրականը, խոսում եք դրական ձևով, դեռ այսօր 10-րդ օրն է իմ ալիքի, պատկերացրեք սիրելիներս, 10-րդ օրն է, դեռ ես նոր եմ YouTube-ում, եթե ինչ-որ մի բան էլ այն չստացվի, ինձ կներեք, քանի որ նոր է, կարող է ամեն ինչ էլ լինել, հետո ոչ մեկի մոտ միանգամից ոչինչ չի լինում, քիչ բոլորի մոտ ստացվում է, առաջ են գնում, դրա համար խնդրում եմ ևս մի անգամ ձեր բաժանորդագրվելը, ձեր լայքերը, ձեր ալիքը տարածելը, որպեսզի իմ ալիքը էլ ավելի զարգանա, մեծանա, սիրելիներս, այդպես։ Հա, Պասիլկայի համար էի մեկ էլ բանանում, ինչի համար եմ նկարում, սիրելիներս, դա օգնություն չի, ասեմ ձեզ իմանաք, նորից ասեցի արդեն, դա նվերներ է մեր համար, մեր ընտանիքի համար, դա նվերներ է արված հարազատի կողմից,
հարազատի կողմից հարազատին։ Դա ռեկլամ չի, դրա դիմաց ոչինչ չի հետ վերադարձվում, ոչինչ չի տրվում, դա արվել է անշահա խնդիր։ Նույնիսկ եղել են պահեր, որ ես որ ուզեցել եմ ես էլ չէ, որ մարդը մի բան անում է, նույնիսկ այն հարցնել է, որ մարդը քեզանից հետաքրքրվում է, արդեն դու պարտավորվում ես փոխադարձը անես, զանգում է, պարտավորվում ես զանգես, հետաքրքրվում է քեզանով, քո որպիսությունով, քո ապրելով, հասարակ մի հետաքրքրվելը, հասարակ մի ուշադրությունը քեզ պարտավորեցնում է, որ դու ինքդ փոխադարձ անես։ Դրա համար, այսպես ասեմ, որպեսզի ես էլ կարողանամ իմ sense մի պուճուրիկ շնորհակալությունը հայտնեմ, միշտ ասել եմ Աննա Քուրիկիս, Աննա Քուրիկ ջան կլինի Հայաստանի ճիրա, ինչ որ մի sense, ինչը որ Հայաստանից սիրում են տանել դրսի ապրող մեր սիրելի հայերը, բայց ասելա ոչ, արգելելա կտրականապես, դա չի արվում ինչ որ մի բանի համար, դա չի արվում ինչ որ մի բան հետ վերադարձվելու համար, դա արվում է մեր ժպիտների, մեր ուրախության, սիրո համար։ Գիտեմ, զարմանում եք, որովհետև կմտածեք հարազատ ծնողը կամ տատիկը սենց կանի երեխաների կամ Անիի համար կամ Անի ամուսնու համար, ոչ սիրելիներս, դա արվում է անշահա խնդիր։ Իմ ազնվությունը, իմ մաքրությունը, իմ բարությունը ինքը շատ նկատել է, դուք ինքներդ մեկնաբանություններում կարող եք կարդալ իր վերաբերմունքը ինձ ու դրանից արդեն պարզ կլինի կհասկանաք, որ ոչ մի բան նրանից չի ուզվել, ոչ մի բան, ես շատ ժամանակ ոչնչից ասեցի էլ չէ, մի երկու բան գիտեմ, անակնկալներ եղել իմ համար, ոչինչ չի ասվել իրեն, որ ինքը անի, ոչինչ էլ չի ասվում, որ ես անեմ իրեն համար փոխադարձ։ Դրա համար այդպես բարի եղեք բոլորդ, կամեցող, սիրեք իրար, սիրեք ձեր հարազատներին, որպեսզի փոխադարձ սեր ու վերաբերմունք ստանաք, սիրելիներս, անտարբերությունը բերում է անտարբերության։ Բոլորս դա գիտենք, դա ես չէ, որ պետքա բոլորիդ ասեմ, այստեղ մենք ունենք տարիքային տարբեր հետևորդներ, սիրելիներս, բոլորից շատ հարգում եմ, սիրում եմ, տարբեր տարիքային են, որ ասում եմ պահիտակել աղջիկներս, երեխեք ջան, այդ են որ ասում եմ իմ սրտից եկող խոսքն է, ավելի հարազատ եք, դրա համար այդպես եմ ասում։ Դրա համար լինենք բարի այս կյանքում, բարությունը, սերը, ամեն ինչ հաղթում է չարին, այս աշխարհին պետքա լինել բարի, նվիրված ու ազնիվ ամենակարևորը։ Այդ ազնվությունը պարզ զգացվում է, բարությունը պարզ զգացվում է։ Եթե մարդը ինչ որ միտեղ ստի կամ ինչ որ միտեղ իրեն գոռոզ պահի, չփորձի մարդկային ձևով քեզ մոտենալ, չգիտեմ, տարբեր հարցեր կան։ Դա զգացվում է, սիրելիներս, դա դիմացինը շատ լավ նկատում է։ Մենք գրեթե 7-8 ամիս իմ Աննա Քուրիկիս հետ հարազատներ ենք դարձել արդեն։ Ես չեմ պատկերացրել, ես ինքս էլ, որ կարող է անծանոթ մի մարդ այսքան բարություն, այսքան սեր, այսքան կամեցողություն ցուցաբերի իմ հանդեպ, իմ ընտանիքի հանդեպ, ես ինչ խոսում եմ, իմ անունից եմ խոսում, ես ոչ մեկի ու ոչ մեկի արածների հետ գործ չունեմ, ինձ չի վերաբերվում, վերաբերվում է ինձ, իմ կյանքը, իմ ընտանիքը, իմ ստեղծած ընտանիքը, իմ երեխաները ու իմ արած քայլերը, դրա համար սիրելիներս եկեք չքննադատենք մեկս մյուսի, ոչ մեկի անցած ճանապարհը չգիտի, ոչ մեկ չգիտի մարդը ինչերի միջով է անցնում, որ ինչ որ մի կետից մի կետնա շարժվում, ոչ ոք չգիտի դիմացինի դժվարությունները, հաղթահարելու ճանապարհները, այն որ դուք ոգևորում եք ինձ, այն որ դուք ասում եք Անի ջան, տաթևս, որ մեկի տանունը տամ, տաթևս ընենց է գրում, որ այնքան ուրախ է, որ Աննա Մորքուրը ասում Աննա Քուրիկիս բանը, որ ծանոթացրել է ինձ, շատերի տանունները կարող եմ հատիկ առ հատիկ կթվարկեմ, բոլորի տանունները տալու եմ իմ վիդեոյում, ամեն վիդեոյում մի քանիսինդ, ինչի համար շատ ուրախ եմ ես ձեր, ասում եք հրաշք Անիի հետ ծանոթացրեց մեր Աննա Քուրիկը, մեր բարի Անիի հետ ծանոթացրեց, սիրելիներս, ես էլ ուրախ եմ, որ այո, ինքը ծանոթացրեց ձեզ բոլորիդ հետ, շատ ուրախ եմ, սիրելիներս,
մի խոսքով պետք է մարդ ինչ որ անում է, ինչ որ այսպես ասած պլանավորում է, սիրով անի, ես հիմա սիրով եմ անում ամեն ինչ, շատ ոգևորված եմ անում, հուսով եմ, որ ինչպես իմ Աննա Քուրիկն է ասում, որ Անի ջան, Աստված ա մեր ճանապարհները խաչել իրար, իրոքից սիրելիներս, մարդկանց ճանապարհները Աստված է խաչում, տարբեր ճանապարհներ են, բարի, լավ, չար, փշոտ, քարքարոտ, հարթ, տարբեր են, մարդիկ տարբեր են, ճանապարհները նույնպես։ Իսկ իմ Աննա Քուրիկն ասում է Աստված քեզ այնքան շատ է սիրում, որ ինձ ուղարկել է քո կյանք, որ ինքն այնքան ուրախ է, որ ծանոթացել է ինձ հետ։ Մի օր ինքն անձամբ դրանք ձեզ կասի։ Ես այստեղ գովաբանության խոսքեր ինչ չեմ ասում։ Ես ուղղակի հպարտորեն կրկնում եմ իր ասածները, որ Աստված է ուղարկել, որ ինձ այս քայլին ինքը որ ասեցի, չէ, ես միշտ ունեցել եմ մտահաղացում, միշտ ուզեցել եմ ինչ որ մի քայլ ես անեմ, բայց Աստված ճիշտ ժամանակին այն որ ճիշտ տեղում իրեն ուղարկեց իմ կյանք ու բարի ազնիվ մարդիկ միշտ հիշեք, սիրում ու հանդիպում են իրար, բարիները միշտ գտնում են իրար ու միշտ ազնիվ շարունակվում այդ հարազատական կապը, ինչպես որ ինքն է ասում, որ պետք էր, որ ես գայի քո կյանք, քեզ էլ ճանաչացնեի բոլորին, Անիս, ասում է, քեզ շատ են սիրելու, քայլ արա, նույնիսկ ինձ հեռախոս նվիրեց, որպեսզի ես կարողանամ շատ որակով վլոգներ նկարեմ։ Սիրելիներս, ինքն ինձ ասել է, գնա հեռախոսը վերցրու։ Ինքը չի շեշտել, ինչ գնի վերցնեմ, ինչ մոդելի վերցնեմ, բայց ես փորձել եմ այն որ միջինը վերցնեմ, որպեսզի ունենանք որակով լավ վլոգներ։ Ես կարող էի ցանկացած բարձր արժեքի վերցնել դա, այն որ իր սրտի մաղթանքներ, ցանկություններ ինձ, որ գնա, որը ուզում ես վերցրու, պատկերացնում եք։ Իսկ ես այսքան այն որ արածը, այսքան իր դրածը, այսքան իր վերաբերմունքը, ես իր ազնվությունը, կամեցողությունը այդտեղ էլ չփորձեցի չարաշահեմ։ Բայց վերցրեցի իմ նվերը, որ սկսեմ իմ YouTube-յան ալիքը, շնորհակալ եմ շատ սիրելիներս անչափ բոլորիցդ, Աստված թող օրհնի բոլորիդ, շատ երկար ստացվեց, կներեք ինձ, բայց պետք էր զրուցել, անմիջական անկեղծ զրույց ունենալ միմյանց հանդեպ, եթե հետո ես էլի հարցեր պատասխանում եմ մեկնաբանություն եմ, եթե սենց հարցեր լինեն կուտակված կամ ինչ որ բաներ, որ ձեզ հետաքրքրում է, մենք էլի միասին կզրուցենք։ Իմ սիրուններ, իմ բարիներ, լավ մնացեք, բոլորիդ մաղթում եմ լավ օր, հաջողություն, թող Աստված բոլորիդ կյանքում միշտ լինի, շնորհակալ եմ բոլորիցդ, պաչիկներ, պակա-պակա։